Մինչև ամուսնանալիս ես էլ եմ մտածում, որ իսկ կիսուրի հետ չեմ ուզում ապրեմ, եթե ամուսնանա ամենակ իմ երեխաս, իմ ամուսինս եւ վсё։ Բայց իրականում, երբ ամուսնացա, հասկացա, որ ինձ իրականում падյաշկա է ոչ թե իմ ամուսինը, այլ իմ կիսուրը։ 3 շաբաթ էր, որ ես ամուսնացած, ինքը չէր թողում ես դաժե իմ պատուհաններս մաքրեի կամ շկաֆիս վերևը մի հատ թոզը մաքրեի, իմ փոխարեն այդ անում էր ինքը։ Առանց չափազանցնելու երեխաս ունեցա, այդ առաջի 3 ամիսը իմ երեխաս համարյա միշտ իմ կիսուրի ձեռն էր։ Ոչ թե ես էի տալիս, այլ ինքն էր վերցնում, որ ես գնամ պարկեմ հանգստանամ։ Թվում եմ էլի մարդկանց մեկնաբանությունը, որտեղ ասում են երեխաս նոր ծնված, լացում էր բան, կիսուրս չէր մոտենում կամ ոչ մի ձևի падյաշկա չէր։ Ես միշտ զարմանում եմ, գիտես, կարաս քո հարսին չհարգես։ Այդ քո խնդիրն է, բայց դու պիտի հարգես քո տղու ընտրությունը ու հետո քո թորանը, նյուժե դու քո թորանը չես սիրում։ Այդ քո տղու մի մասնիկն է, ճուտն է, գիտես, դու ավելի շատ պիտի իր հետ կապնված լինես։ Ու նյուժելի սիրտը չի մաղկատում, որ քո թորան դե լացում է, դու քո համար դե պարկած հանգիստ քնում ես։ Հարգելի կիսուրներ ջան, ձեր հարսեր ունեն ձեր օգնության կարիքը, ոչ թե ձեր տղու։ Ձեր տղան չի կարա տա այն ջերմությունը, որը որ կարաք այդ շրջանում տակ դուք, որովհետև դուք գիտեք այդ ինչա։ Դուք անցել եք դրա միջով, ձեր տղան չի անցել։ Ու եկեք խոստովանենք մի բան, որ երեխա ես բերում, հետը տանջվում է կիսուրդ, հիվանդես հետը տանջվում է կիսուրդ, տունը կեղտոտ է, հետը տանջվում է կիսուրդ։ Չգիտեմ, ծնողը քեզ այդքան քո հարազատ ծնողը քեզ այդքան падյաշկա չի, ինչքան կիսուրդ։ Գնահատեք միմյանց, սիրեք ու այսենց պահեք։